Մեխիկոյում գարուն է եկել, Ջակարանդայի հազարավոր ծաղիկներով, որոնք ցնցող մանուշակագույն երանգ են հաղորդել Մեքսիկայի մայրաքաղաքի լանդշաֆտին, գրավելով բնակիչներին եւ զբոսաշրջիկներին։ Ընդ որում հիացած են ոչ միայն մարդիկ, այլև թռչունները, մեղուները եւ թիթեռները։ Ծաղկած Ջակարանդայի ծառերի տեսարանը հաճախ հեղեղում է սոցիալական մեդիան, իսկ Մեխիկոն իսկապես միայն շահում է այդ ամենից, ներկայանալով իր ամբողջ շքեղությամբ։ Ջակարանդայի հայրենիքը հենց հարավային Ամերիկան է, Մեքսիկայում հայտնվել է 1920-ական թվականներին։ Մեքսիկայի այն ժամանակվա նախագահ Պասկուալ Օրտիսը ոգևորված ճապոնական բալերիներով, որոնք զարդարում են Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը, քաղաքն ամեն տարի գարնանը լցնելով վարդագույն եւ սպիտակ գույներով, որոշել է կրկնել նույն տեսարանը իր երկրի մայրաքաղաքում։ Բայց ճապոնացի լանդշաֆտային ճարտարապետ Տացուգորո Մացումուտոն, որը բնակություն էր հաստատել Մեքսիկայում 19-րդ դարի վերջին, նրան ասել է, որ բալերիները երկար չեն դիմանա քաղաքի բարեխառն կլիմայական պայմաններին, ուստի առաջարկել է արևադարձային Ջակարանդա տնկել, որի մասին իմացել էր Պերույում կարճատև այցի ժամանակ։ Տոկիոյի Ուենո այգում ժամանակից մի փոքր շուտ ծաղկել են սակուրաները, գրավելով հիացած մարդկանց ուշադրությունը։ Շատ տեղացիներ եւ զբոսաշրջիկներ լուսանկարվել են վարդագույն եւ սպիտակ ծաղիկներով ծածկված ծառերի տակ։ Այստեղ տաք է եւ սակուրաների ծաղկունքը շատ գեղեցիկ է։ Մենք վայելում ենք այս ամենը։ Իրականում բալենու ծաղկման սեզոնը Տոկիոյում պետք է սկսվեր հաջորդ ուրբաթ, այսինքն մարտի 21-ին։ Այդ մասին հայտնել էին տեղական լրատվամիջոցները հղում անելով օդերևութաբանական մասնավոր մի ընկերության։ Ակնկալվում է, որ մարտի վերջին տաք եղանակը նույնպես կարագացնի ծաղկման ակտիվությունը Ճապոնիայում։ Տոկիոյի ակվարիումներից մեկում սակուրաները լիարժեք ծաղկում են, կենդանիները լողում են ու շփվում վարդագույն ծաղիկների հետ եւ իհարկե ուրախացնում այցելուներին։ Ակվարիումը վերածվել է ճապոնական ոճի պարտեզի, որտեղ ծաղիկների թերթիկները լցնում են տարածությունը եւ վարդագույն ձկները լողում են սակուրաների ճյուղերով զարդարված ակվարիումների մեջ։ Սակուրաները դրսում դեռ չեն հասցրել ծաղկել, բայց մեզ մոտ ակվարիումում դրանք արդեն ամբողջությամբ ծաղկած են։ Հուսով ենք, որ մեր այցելուները մի փոքր շուտ կվայելեն բալենիների ծաղկումը եւ կըմբոշխնեն գարնանային ակնթարթները։ Իրականում Ճապոնիայի որոշ շրջաններում իրական սակուրաները նույնպես արդեն հասցրել են ծաղկել։ Ծագող արևի երկրում բալենիների ծաղկման ամենամյա սեզոնն արդեն եռում է։ Սակուրաների ծաղկման սեզոնը նոր է սկսվում, բայց նրանք դեռ ամբողջությամբ չեն ծաղկել։ Երբ կարողացա տեսնել բալենիների ծաղիկները նման հիասքանչ միջավայրում, հաճելիորեն տպավորվեցի։ Այցելուներին զվարճացրել է նաև պինգվինների եւ փոկերի ելույթը, երբ կենդանիներն անցել են բալենիների ծաղկաթերթերով զարդարված օղակների միջով։ Այգու բալենիների ծաղկման թեմայով միջոցառումը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը։ Շվեյցարացի բժիշկներն ընդլայնում են դեղատոմսերի շրջանակը, որոնք տալիս են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպիսիք են դեպրեսիան եւ քրոնիկ հիվանդությունները, դրանցում ներառելով զբոսանք հանրային այգիներում եւ այց, արվեստի ու պատմության ցուցահանդեսներ։ Շվեյցարիայի արևմտյան Նոյշատել քաղաքում անցած ամիս բժիշկների հետ փորձնական նախագիծ է ձեռնարկվել։ Նպատակն է օգնել բնակիչներին, որոնք պայքարում են մի շարք հիվանդությունների եւ համախտանիշների դեմ ու խթանել ֆիզիկական ակտիվությունը։ Ça permet de sortir des gens de leur quotidien, ça leur permet de Մարդկանց համար, որոնք երբեմն իրենց հոգեկան առողջության հետ կապված դժվարություններ ունեն, նրանց օգնելու այս տարբերակը թույլ է տալիս հենց տվյալ պահին մոռանալ անհանգստությունները, ցավը, հիվանդությունները, գնալ եւ ուրախ ժամանակ անցկացնել։ Ես համոզված եմ, որ երբ մենք հոգ ենք տանում մարդկանց հույզերի մասին, ինչ որ կերպ թույլ ենք տալիս, որ նրանք գտնեն իրենց բուժման ճանապարհը։ 500 դեղատոմս կտրամադրվի 4 վայր անվճար այցելությունների համար, այդ թվում 3 թանգարան եւ քաղաքի բուսաբանական այգի։ Քաղաքային իշխանությունների խոսքով գաղափարը ծագել է առողջապահության համաշխարհային կազմակերպության 2019 թվականի ուսումնասիրությունից, որտեղ ներկայացված է արվեստի դերը առողջության խթանման եւ հիվանդությունների կանխարգելման ու բուժման գործում։ Այս նախագիծը փորձարկվելու է 1 տարի եւ կարող է տարածվել նաեւ արվեստի այլ ճյուղի վրա, ինչպիսին է թատրոնը։
Մեքսիկայի կենտրոնում այրվել են ցելի քանդակներն, ինչն ամենամյա տոնավաճառի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որի նպատակն է ցուցադրել հրավառությամբ զբաղվող արհեստավորների հմտությունները։ Միջոցառումն անցկացվել է Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում, որը 1989 թվականից հյուրընկալում է հրատեխնիկայի միջազգային ցուցահանդեսը։ Այս միջոցառման ժամանակ քաղաքը գրեթե 1 ամիս վերածվում է հրավառության մշակույթի եւ ավանդույթների աշխույժ կենտրոնի։ Ցելերի քանդակների այրման գիշերն արհեստավորներն իսկական հրավառություն են իրականացնում հրթիռների օգնությամբ, որպես ընծա իրենց հովանավոր սուրբ Սան Խուան դե Դիոսին։ Տոնավաճառը ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ ավերիչ հրդեհ է բռնկվել Մեխիկոյի շուկայում, ինչի պատճառով հրավառություններն արգելվել են։ Ի պատասխան այս որոշման, Տուլտեպեկի տեղական կառավարությունը ստեղծել է այս տոնավաճառը խթանելու հրատեխնիկայի տարածումը ոչ միայն տնտեսական զարգացման նպատակով, այլև որպես գեղարվեստական եւ մշակութային արտահայտման ձև։ Փարիզից հյուսիս շինարարություն է մեկնարկել։ Նախատեսում են վերակառուցել Սեն-Դենի տաճարի սայրը։ Նախաձեռնության համար որպես ոգեշնչման աղբյուր է ծառայել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցումը։ 12-րդ դարի Սեն-Դենի տաճարի քարեգագաթը, որտեղ թաղված են Ֆրանսիայի մի քանի թագավորներ եւ թագուհիներ, փոթորիկներից վնասվել է 1800-ական թվականների կեսերին։ 1845 թվականին ավերվելուց հետո տաճարի սայրը վերակառուցելու նախագիծը, որը ղեկավարում էր Աստվածամոր տաճարի գլխավոր վերականգնող ճարտարապետ Յուջին Վիոլետ Դելուկը, չի իրականացել, ինչի հետևանքով տաճարը 180 տարի մնացել է առանց գագաթի։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին միացել է Սեն-Դենիի քաղաքապետ Մաթյո Հանոտինին հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցելու։ Քաղաքն ապահովել է 37 միլիոն եվրոյի ֆինանսավորման 90%-ը, որն անհրաժեշտ է սայրի վերականգնման համար։ Նախագիծը կյանքի կոչելու համար, որի նպատակն է 6 տարում ավարտին հասցնել տաճարի սայրի վերակառուցումը, կաշխատի 130 արհեստավոր, այդ թվում այն մարդկանցից, որոնք ներգրավված են եղել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում։ 90 մետր բարձրությամբ սայրը կկառուցվի 15228 քարի կտորով։ Տաճարի շուրջ կբացվի պատկերասրահ եւ մուլտիմեդիա տարածք, որտեղ հանրությունը, հատկապես երեխաները, կարող են սովորել վերակառուցման տեխնիկայի եւ վարպետության մասին։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։